Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի 8-րդ համաժողովը, որին մասնակցում էին 242 պատվիրակներ։ Համաժողովին մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը։ Օրակարգում կար 3 հարց։ Օրակարգը հաստատելուց հետո հանդես եկավ վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Աբովյանը, ամփոփելով հաշվետու ժամանակաշրջանում խորհրդի աշխատանքները։ Հիմնական զեկուցողից հետո հանդես եկան նաև մարզային կառույցների ղեկավարներ, որոնք ներկայացրին իրենց կառույցի ուժերով կատարած աշխատանքը, նշեցին բացթողումներ ու դրանց վերացնելու ուղիներ, հնչեցրին առաջարկներ։ Առաջարկություն եղավ կազմակերպության աշխատանքները գնահատել բավարար, առաջարկն ընդունվեց։ Հետո տեղի ունեցան ընտրություններ։ Հայաստանի ոստիկանության վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ վերընտրվեց Գրիգորի Աբովյանը։ Այնուհետև ընտրվեցին նաև նախագահության 13 և վերստուգիչ հանձնաժողովի 3 անդամները։ Այսքանով սպառվեց համաժողովի օրակարգը, բայց ոչ միջոցառումը։ Ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 2016 թվականի ապրիլի 13-ի հրամանով վետերանների խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցության, հանցագործությունների բացահայտման և բնակչության շրջանում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներում ոստիկանության հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոստիկանության 98-րդ տարեդարձի կապակցությամբ ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքի։ Ոստիկանության գնդապետ կոչմանն է արժանացել Սամվել Խաչատրյանը, ոստիկանության փոխգնդապետ կոչման Վարդան Սարգսյանը, ոստիկանության մայոր Գուրգեն Բալյանը։ Օրենքի պատվար մեդալով պարգևատրվել են Սեյրան Բախշյանը, Լևոն Տեր-Հարությունյանը, Սարգիս Ավետիսյանը, Աղասի Ստեփանյանը, Ազիզ Ավետիսյանը, Աշոտ Իսրայելյանը, Էդիկ Խաչատրյանը։ Ոստիկանության գերազանց ծառայության համար կրծքանշանով պարգևատրվել են Գուրգեն Սահակյանը, Արմեն Մովսիսյանը, Միսակ Աբրահամյանը և Վաչիկ Մանուչարյանը։ Հուշանվերով և դրամական պարգևով խրախուսվել են Կիրով Հովհաննիսյանը, Ժորա Սիմոնյանը, Արփենիկ Մխիթարյանը, Ֆելիքս Աբրահամյանն ու Համլետ Բեկջանյանը։ Շնորհավորանքներին ու մաղթանքներին միանում ենք նաև մենք։